Բարև Այսօր դիտարկենք օգոստոս ամսվա կանխատեսումները, բայց նախ ասենք այն մասին, որ դեռ 2 ամիս առաջ, մայիսի սկզբին, խոսեցինք այս ամբողջ ընթացքի մասին և լարված ժամանակաշրջանների մասին, այնպես որ կարծում եմ հիշում եք, որ ողջ հուլիսը, ողջ օգոստոսը, սեպտեմբեր, հոկտեմբերին իրադարձություններ նորից և նոյեմբեր, դեկտեմբեր վերջնականապես վերջին ուժեղ լարումները այս տարվա։ Տարին ընդհանրապես լարված էր, բայց առաջի կեսը այդքան էլ ոչ։ Հիմա քանի գնում լարումները շատանում են, հատկապես ամսի 26-ից հուլիսի, ողջ օգոստոսը կլինի շատ լարված և լարումները սկսում են թեժանալ, ավելի ուժեղանալ 26-ից հուլիսի։ 27-ին հուլիսի ունենք նորալուսին։ Այդ նորալուսինը բավականին լարված է, որովհետև ծուլի կենդանակերպում ունենք միացում, շատ լարված, անկանխատեսելի լարվածություն, քանի որ ուրան մոլորակը միանում է բարձրացող լուսնի հանգույցին և դրանց էլ միանում է ագրեսիվ Մարս մոլորակը։ Ուրանը ոչ պակաս ագրեսիվ, իսկ դիմացի նշանում ունենք իջնող լուսնի հանգույց և պրոզերպինա։ Մինչ այդքան էլ չենք խոսել պրոզերպինայի մասին, բայց իրականում հատկապես, որ պրոզերպինան կհայտնվի օգոստոսին արդեն կարիճի կենդանակերպի կրիտիկական աստիճանում, պրոզերպինան իր ագրեսիվության ոչ պակաս է, քան ուրանը, և եթե ուրանը կարող է, այո, ուրանը Պլուտոնից շատ ավելի ուժեղ է և ավիրիչ, բայց պրոզերպինան մի քանի անգամ ավելի ագրեսիվ և ավիրիչ է, քան ուրանը։ Տեսեք, այստեղ այս ֆինանսական առանցքի վրա ունենք ուրեմն շատ լարված հակադրում մոլորակների և նաև ունենք լարված ասպեկտ դեպի ֆիքսված էլի նշան առյուծ, ունենք Սատուրն, որը որ ջրհոսի նշանում է, նույնպես ֆիքսված, այսինքն ողջ կենդանակերպի բոլոր 4 ֆիքսված նշանները լարված են, ամենտեղ կան մոլորակներ և ստացվում է մեծ քառակուսի, բոլոր 4 անկյուններում լարված ասպեկտներ։ Սա մի քիչ հետո նորից ավելի մանրամասն կդիտարկենք այս մեծ քառակուսին, բայց այդ լարվածությունները սկսվում են հենց նորալուսնին, հուլիսի վերջին։ Դրանով նրանք տալիս են ֆոն օգոստոս ամսին և քանի գնում ավելի լարվում է։ Հիմա դիտարկենք օգոստոս ամիսը։ Քիչ հետո կվերադառնանք այս քառակուսուն։ Օգոստոս ամիսը շատ ակտիվ ամիս է, օգոստոս ամիսը, քանի որ այս լարումները տալիս են բավական շատ էներգիա։ Այս էներգիան ինչ-որ կերպ վատնել է պետք, որպեսզի նա չդրսևորվի որպես ագրեսիա։ Դե մենք կենցաղում մարդիկ բոլորս կարող ենք այդ էներգիան ակտիվ վատնել, օրինակ սպորտի միջոցով,
ակտիվ գործողությունների, եթե ունեք ամառանոց կարող եք այնտեղ աշխատել հողի վրա եւ ընդհանրապես հողի հետ շփվելը այդ ժամանակաշրջանում շատ օգտակար է, քանի որ ուրանի ուժեղ լարումները կարծես էլեկտրական տոկ լինի եւ ցնցում է մարդկանց այդ լարումներով։ Դրա համար վատն է պետք եւ ինչպես էներգիան եք տալիս հողին, այդպես էլ մենք ինչքան շատ շփվենք հողի հետ, այդքան լավ։ Այսինքն տանը, աշխատավայրում, հանգստի վայրում, որտեղ էլ մենք լինենք, ամենուրեք մեզ պետք է շատ ակտիվ լինել եւ թույլ չտալ մեր ներքին ագրեսիվ ցանկությունները որդկան։ Կարելի է նույնիսկ ռիսկի դիմել, օրինակ ռիսկային սպորտով զբաղվել, դա հոյակապ լիցքաթափում է։ Այս ժամանակաշրջանում օգոստոսի Ընդհանրապես օգոստոսին եւ օգոստոսի սկզբին կան վտանգավոր ժամանակաշրջանը, ամբողջ այդ ժամանակաշրջանը, չնայած այդ լարումների, մեր էմոցիաները կլինեն այդ ժամանակ մի քիչ ավելի հանդարտ, քանի որ լուսինը արդեն խեցգետնի կենթանակերպում չի եւ էմոցիաները այդքան վառ եւ արտահայտված չեն, մի քիչ ավելի հանգիստ են Փառք Աստծո։ Օգոստոսի սկզբին 4-ին օգոստոսի Մերկուրին մտնում է Կույսի կենթանակերպ, մինչ այդ նա առյուծում էր այսքան ժամանակ եւ լարված ասպեկտներ էր ստանում, հատկապես նորալուսնի օրերին Ուրանից, Մարսից եւ բարձրացող հանգույցից։ 4-ին երբ նա մտնի Կույսի կենթանակերպ, օգոստոսի 4-ին, հոյակապ ժամանակ է գալիս աշխատելու համար, ինչու, որովհետև տրամաբանությունը հոյակապ է աշխատում, ամեն ինչ կարելի է կարգավորել, թղթաբանությունը, լավ աշխատել, համակարգել մեր աշխատանքը։ Այսինքն, քանի որ ունենք հոյակապ տրամաբանություն, օգտագործենք այդ ամբողջ ժամանակը 4-ից հետո աշխատելու համար, լավ աշխատելու համար։ Վեներա մոլորակը, որը գտնվում է խեցգետնի կենթանակերպում, մտնում է առյուծի կենթանակերպ 8-ին, օգոստոսի 8-ին։ Այստեղ զգացմունքները դառնում են էլ ավելի վառ, մարդիկ ցանկությունն են սիրվելու, հարաբերություններ ստեղծելու, եթե չկան, եթե հարաբերություններ կան, այդ ժամանակաշրջանում զույգերի հարաբերությունը լավանում է, բայց շատ ակտիվ է, լավ կլիներ այդ ժամանակաշրջանում զույգը միասին ակտիվ գործունեություն ծավալել, ինչու համար, որպեսզի ասացինք միջև այդ էներգետիկ շատ հագեցած ամիս է օգոստոսը, այդ էներգիան վատնել է պետք։ Դրա համար զույգն էլ կարող է միասին գործունեություն ինչ-որ ակտիվ ծավալել։ Ամսի 11-ից հետո, օգոստոսի, երբ Վեներան հայտնվում է առյուծի կենթանակերպում, իսկական ժամանակն է, եթե հարաբերությունները լավ են դասավորվում եւ դուք դեռ ակտիվ քայլեր չեք արել, իսկական ժամանակն է այդ ակտիվ քայլերի։ Այսինքն կարող եք առաջարկություններ անել։ Եվ եւս մեկ կարևոր ժամանակաշրջան 7-ից օգոստոսի մինչ 12 օգոստոսի։ Հարաբերությունների համար նույնպես
Քանի Վեներան գտնվում է առյուծի կենդանակերպում, իսկ առյուծը սիրո նշան է, երեխաների նշան է, հարաբերությունների։ Մինչ 11 օգոստոսի հարաբերությունների մեջ այս մեր լարված էներգիան կարող է ինչ-որ տարաձայնություններ մտցնել եւ եթե իսկապես սեր կա, ապա չկռվեք, չգշտվեք, որովհետեւ այս օգոստոսի սկզբի արած սխալը շատ ծանր կանդրադառնա ձեզ վրա, զույգի վրա եւ օգոստոսի արդեն երկրորդ կեսին շատ կզղջակ, բայց ուշ կլինի։ 12 օգոստոսի լիալուսին է։ Նույնպես շատ ու շատ լարված։ 14-ից հետո մի քիչ լարվածությունը բաց կթողնի մի քանի օրով, իսկ հետո նորից կսկսի աճել։ Տասնչորսից հետո օգոստոսի լարվածությունը սկսում է նորից աճել, ասացի։ Ուրեմն օգոստոսի 10-ից մինչև 16-ը արևը հակադրվում է Սատուրնին, որը գտնվում է ջրհոսի կենդանակերպում եւ հետադարձ շարժման մեջ է։ 14 օգոստոսի ճշգրիտ օպոզիցիան է, այսինքն ճշգրիտ հակադրման օրն է։ Այստեղ պետք է դրսևորել ավելի շատ համբերություն, քանի որ մինչ 10-ից մինչև 16-ը մի ամբողջ շաբաթ համարյա, մինչ այս հակադրումը աշխատում է, ուժի մեջ է, խոչընդոտներ շատ կանի Սատուրն, այսինքն թղթաբանության մեջ ուշացումներ, հանդիպումները չեն ստացվում, մի խոսքով ժամանակ է ձգվում, որը որ ազդում է նյարդերի վրա մարդկանց։ Այդ խոչընդոտները պետք է ոչ թե փորձել ամեն կերպ ուժային մեթոդներով հաղթահարել, ոչ, պետք է ուղղակի համբերությամբ լցվել եւ սպասել, որովհետեւ ինչ էլ մենք անենք, այդ խոչընդոտները լինելու։ Հատկապես թղթաբանությունների մեջ։ Օգոստոսի 16-ից հետո մի քիչ ավելի մեղմանում է։ 20-ին օգոստոսի Մարսն է մտնում ծուլի կենդանակերպից երկորակ, մի քիչ երևի ավելի թեթև կշնչեն, քանի որ Մարսը կհեռանա Ուրանից, կմտնի երկորակի մեջ, իսկ երկորակը մի քիչ ավելի մակերեսային կարող է նայել նույնիսկ ամենաբարդ պրոբլեմներին, դրա համար մի քիչ շունչ կքաշենք։ Ագրեսիվությունն էլ է իհարկե պակասում։ Եվ վերջապես 23-ին օգոստոսի արևը կմտնի Կույսի կենդանակերպ, 23-ին օգոստոսի, իսկ հենց հաջորդ օրը 24-ին օգոստոսի Ուրան մոլորակը ծուլի մեջ կանգ կառնի, կդառնա ստացիոնար, հետադարձ շարժում սկսելուց առաջ։ Եվ այս դրությունը Ուրանի, հիշում եք, մենք ամեն անգամ ասում ենք, որ երբ մոլորակը կանգ է առնում, որ հետադարձ շարժում սկսի եւ ընդհակառակը, ապա կանգնած վիճակում նա շատ ագրեսիվ է լինում, նույնիսկ ոչ ագրեսիվ մոլորակներն են լարվում, իսկ Ուրանը հատկապես, այնպես որ այստեղ շատ մեծ էլեկտրական կարծես լարում լինի, տարբեր էլեկտրական եւ էլեկտրոնային սարքավորումներ այդ ժամանակ օգտագործելու ժամանակ շատ
զգուշ եղեք։ Իսկ գնելը իհարկե արգելվում է, որովհետև միշտ հատկապես այս լարված վիճակում կգնեք ոչ այնինչ, որ ձեզ հարկավոր է, կամ նա ուղղակի շատ շուտ շարքից դուրս կգա։ 26 օգոստոսի Մերկուրին կմտնի կույսի կենդանակերպ, իսկ 27 օգոստոսի կլինի նորալուսին։ Վեներան երբ անի օպոզիցիա, այսինքն հակադրվի Սատուրնին, սկզբից ուրեմն Մերկուրին էր հակադրվել, հետո Արևը, հետո Վեներան արդեն կհակադրվի Սատուրնին, այստեղ պետք է լինել շատ ավելի հանգիստ, եթե Մերկուրիի ժամանակ մենք, Արևի ժամանակ մենք պետք է լծվեինք համբերությամբ, սպասեինք, այստեղ ուղղակի պետք է շատ հանգիստ լինել, ակտիվ չլինել, եթե մինչ այդ ակտիվ ժամանակաշրջանը եւ մեծ էներգիաների լարումներ էր, պետք էր այդ ակտիվությունը ինչ-որ կերպ մարել, ապա այստեղ ակտիվություն բոլորովին հարկավոր չէ։ Եվ այսպես ստացվում էր օգոստոսի վերջը հանգիստ աշխատանքի ժամանակաշրջան է։ Մոլորակներ կան Արև, Մերկուրի կույսի մեջ տրամաբանելու, աշխատելու, լավ աշխատելու ժամանակաշրջանն է, մի քիչ հանգիստ, մի քանի օր ժամանակաշրջանը, երբ իսկապես մեծ արդյունքով կարելի է շատ աշխատանք կատարել։ Ընդհանուր առմամբ ասպեկտները սրանք էին, հիմա խոսենք դե ասացի էլեկտրոնիկա չգնել, հատկապես օգոստոսի 14-ից եւ մինչեւ ամսվա վերջ։ Սակայն օգոստոսի սկզբին, սկսած 5-ից օգոստոսի, մարդկանց մոտ արթնանում է մեծ ցանկություն գնումներ անել, հատկապես հագուստ, վառ հագուստ, տարբեր թանկարժեք իրեր, հետաքրքիր, գեղեցիկը, նաև զարդեր, այնպես որ կանանց, ինչի ոչ, նաև տղամարդկանց երևի թե այդ ժամանակ կանգնեցնել դժվար կլինի, չնայած այդ շտապողական, հենց հիմա ուզում եմ այդ վիճակից անելը, կանգնեցնելը մարդկանց մի քիչ դժվար է, բայց եթե շատ եք ուզում գնեք, բայց բան նրանում է, որ դուք շտապելուց կամ այն չեք առնի, ինչ որ ձեզ պետք է, կամ կվճարեք շատ ավելի շատ, քան արժե այդ իրը։ Դրա համար ուշադրություն, գները նայեք տարբեր տեղերում, որպեսզի այդ գնումը ձեզ համար օգտակար լինի եւ շատ գումար չծախսեք։ Հետո անշարժ գույք գնելու համար այդ ժամանակաշրջանում անշարժ գույք գնել պետք չէ։ Կամ եթե դուք վաղուց եք նայել, արդեն հավանել եք եւ ինչ որ գործարքներ սկսել եք, ապա գոնե 10-ից 16 օգոստոսի չձևակերպեք ոչինչ, թղթաբանություններով մի զբաղվեք, 10-ից 16 օգոստոսի թղթաբանությամբ, հատկապես անշարժ գույքի ձևակերպումներով չզբաղվել։ Եվ առողջական վիճակները օգոստոսի սկզբին ուշադիր լինել, այստեղ Մարսի լարվածությունները կան, Ուրանինը կան, ընդհանրապես մոլորակների ասեցի, լարված է շատ իրավիճակը, ամսվա սկզբին ուշադիր լինել ճնշումներին,
անոթներին, սրտի անոթներին նույնպես, լյարդին, լեղապարկին եւ հետո տարբեր տրավմաներ կարող են դինել տրավմատիկ ժամանակաշրջան է եւ վթարներ կարող են դինել, քանի որ Մերկուրի լարվածությունը ունենք նաեւ, իսկ Մերկուրին ավտոտրանսպորտն է, այստեղ շատ զգուշ ավտոմեքենայի ղեկին։ Օգոստոսի 20-ից հետո մի քիչ ավելի լավ վիճակ է, այսինքն այդքան տրավմատիկ ժամանակաշրջան չէ, սակայն այս ամբողջ ժամանակաշրջանը, այս ամբողջ լարվածությունները տալիս են նյարդերի վրա ազդեցություն, մարդիկ մի տեսակ գրգռված նյարդացած են, դրա համար երևի թե հանգստություն, եւս մեկ անգամ հանգստություն։ Հատկապես մեծ վթարներ կարող են լինել 1-ից 10 օգոստոսի եւ ամսվա վերջը 26-ից 29 օգոստոսի։ Հիշեք 1-ից 10 եւ 26-ից 29 օգոստոսի ավտոմեքենայի ղեկին առանց շատ անհրաժեշտության պետք չէ նստել կամ շատ զգուշ վարեք։ Եթե դուք նույնիսկ շատ ուշադիր լինեք, զգուշ լինեք, ձեզ կարող են ուղղակի կարող եք վթարվել ոչ ձեր պատճառով։ Հետո սեպտեմբերի 4-ից սկսած Մերկուրիի դիրքը մեզ թույլ է տալիս ինտելեկտուալ գործունեությամբ զբաղվելու, այսքան օգոստոս այս ասպեկտների մասին, լարվածությունների մասին, ինչ կարելի է, ինչ չի կարելի եւ այլն։ Հիմա վերադառնանք այս մեծ քառակուսուն, որը շատ լարված է եւ շատ հետաքրքիր։ Դե երևի դուք արդեն զգում եք, որ ժամանակները փոփոխվում են, այս ամսվա վերջին նորալուսնից հետո էլ ավելի շատ կզգաք, որ ինչ-որ շատ լուրջ իրադարձություններ են կատարվում մեր շուրջը, եւ ժամանակը փոփոխվում է, եւ մենք էլ պետք է փորձենք հասկանանք այդ ժամանակի փոփոխությունները ուր են տանում, հասկանանք եւ կարողանանք ընդունել եւ ընթանալ այդ ուղղությամբ։ Նայեք, այս մեծ քառակուսին, որի մասին ուզում եմ խոսել, ասացի ֆիքսված նշաններում են մոլորակները եւ այսպես հակադրվելով մեծ խաչ են անում։ Խաչը դա ինչի սիմվոլն է, մաքրման, տառապանքների, եւ պահանջում է մեզանից ազատվել ինչ-որ բանից, որ արդեն մեզ հարկավոր չէ, ժամանակը անցել է, պետք չէ եւ պետք է դրանից ազատվել։ Ես կենցաղային իրերի մասին չեմ խոսում, չնայած էներգիաները թույլ են տալիս նաեւ տարբեր իրերից ազատվել, բայց սա հոգեվոր արժեքների մասին է մարդու, տեսեք, խաչ մեր քրիստոնեական սիմվոլն է ամենակարևոր։ Այս մեծ խաչը, ասացինք մինչ այդ, ֆիքսված նշաններում են, այսինքն մենք կարճում ենք այս ամենից եւ չենք ուզում ազատվել դրանցից, որովհետեւ ֆիքսված նշանները ստաբիլություն են սիրում։ Սկսենք ցուլ կարիճ առանցքից։ Ցուլում ասացինք Մարս, Ուրան բարձրացող հանգույց, կարիճում իջնող հանգույց Պրոզերպինա։
Ծուլերը հատկապես ինչ-որ բանից ազատվել չեն սիրում, ընդհանրապես նրանք սիրում են առնել, կուտակել, ունենալ, շատ նյութական են, նյութական նշան է, հողի նշան է։ Այստեղ նրանք փորձում են հիմա կուտակել էներգիա, ռեսուրսներ, փողեր, եթե ծուլով մենք կուտակում ենք ինքներս ենք աշխատում, հա, մեր աշխատածն ենք կուտակում, ապա կարիճի նշանում դա ոչ թե անձնական ֆինանսներն են, այլ ընդհանուր ֆինանսներն են, ասենք զույգի, ընտանիքի ընդհանուր ֆինանսները, պարտնյորի գումարները, ընդհանուր գումարներ, օրինակ բանկերից վերցրած պարտքեր, հարկեր, վարկեր, այնտեղ խոսում է, եթե ծուլում խոսում է իմն է, ինձ, ես, ապա կարիճում այստեղ մենք, մերը, ընդհանուրը։ Իսկ այստեղ այս առանցքում, քանի որ բարձրացող հանգույցը եւ Մարսուրանը ծուլում է, այստեղ կարծես թե այս առանցքի վրա ծուլի մեջից նայեք դա ձեր որ տունն է, որ մասն են գնում ձեր քարտեզում այս եռյակը մոլորակների միացած, շատ լարված եւ ագրեսիվ, նա մտածում է, էլ ինչ կարող եմ ստանալ, դիմացի նշանից, այն հանրայինից էլ վերցնեմ ինձ, ինչքան կարող եմ այնտեղից էլ վերցնել։ Սա մի առանցք։ Մյուս առանցքը առյուծ ջերհոզ։ Նայեք։ Առյուծը լույս է, արև է։ Էգոն է, մարդու մեծագույն եսն է, սակայն առյուծը համառ է մի կողմից, մյուս կողմից էգոն շատ է, էգոիստ է, այո, էգոիստ է, և ուզում է, որ ամեն բան լինի այնպես, ինչպես ինքն է ուզում։ Դիմացի նշանը ջրհոսը, ընդհակառակը, նա այստեղ էլի առյուծը ես ինձ, իսկ ջրհոսում դա կոլեկտիվ է, ժողովուրդ է, ամբոխ է, այնտեղ ուրանն է, որը որ ամեն ինչ նորն է ուզում է ազատություն, հեղափոխություն անի, ուր էլ որ գա, հիմա գտնվում է այս ուրանը, որը որ ղեկավարում է ջրհոսին ծուլի մեջ, և այս հողի նշանում, և այս ջրհոսը օդի նշան է, իսկ ուրանը հիմա հայտնվել է հողի նշանում, և այստեղ, այո, վերափոխումներ է անում ֆինանսական համակարգում հատկապես, բայց դեռ մի 2 տարի մինչև 25 թիվը նա այնտեղ է և այդ հեղափոխությունները, վերափոխությունները դեռ պիտի կատարի։ Եվ նրան նեղվածք է, վատ է զգում ինքը իրեն ծուլի կենդանակերպում, դրա համար բավական ագրեսիվ է իրեն պահում։ Օգոստոսի նորալուսինը լիալուսինը, կներեք, լիալուսինը կլինի 12-ին օգոստոսի ասացի, ջրհոսի կենդանակերպում։ Ջրհոսը, ինչպես ասացի, հավասարություն, ազատություն, այս գաղափարներն են, և այս մեծ խաչը, որ կլինի տիեզերքում,
մեր գլխավերևում։ Մեզ ասում է այն մասին, որ ազատվելով ինչ-որ շատ կարևոր արդեն հին արժեքներից, մենք ազատվում ենք դրանից և կարողանում ենք հոգևոր զարգացում ապրել։ Սրա մեջ է գլխավոր գաղափարը այս մեծ խաչի, մեզ համար չնայած իրադարձությունները կլինեն անչափ լարված և ագրեսիվ իրադարձություններ կարող են լինել, նույնիսկ վտանգավոր։ Եվս մի հետաքրքիր իրադարձություն նայեք ուրեմն այս տարի հուլիսի 28-ից մինչև 12 օգոստոսի կարծես բացվում են առյուծի դարպասները։ Դե առյուծը արև, լույս և Սիրիուսը։ Այս հոյակապ լույսը, որ կդիտվի մինչև 12 օգոստոսի, 11-ին, եթե հիշում եք նավասարդն է մեր հին, այս Սիրիուսի սիմվոլը այստեղ է, որ աշխատելու է և երևալու է։ Դա էլ շատ մեծ իրադարձություն է այս տարվա այս բոլոր լարված և կարևոր իրադարձությունների հետ միասին։ Եվ այս մեծ խաչի մեջ հենց մտնում է այս ժամանակաշրջանը և դա շատ սիմվոլիկ է։ Տեսեք 28-ից հուլիսի, այսինքն հուլիսի նորալուսնից մինչև 12 օգոստոսի շատ կարևոր ժամանակաշրջան է այն առումով, որ շատ են սրանալու տարաձայնությունները, անկանխատեսելի իրադարձություններ կարող են տեղի ունենալ, շատ լուրջ, ագրեսիվ, որոնք կունենան հետագայում շատ մեծ հետևանքներ, այսինքն շատ լուրջ վերաբերվեք դրան, բայց ուղղակի բան նրանում է, որ ասացի մենք պետք է այս փոփոխությունները ժամանակի կարողանանք հասկանալ, որպեսզի հասկանանք ուր ենք գնում, ինչ պետք է անենք, և այս ժամանակաշրջանում է, որ հատկապես մեզ մոտ Հայաստանում կարող են կատարվել շատ լուրջ իրադարձություններ։ Նայեք, եթե մենք դիտարկենք քարտեզը Հայաստանի, ապա այս 4 կետերը մեծ խաչի բոլորը մեր երկրի համար անչափ կարևոր են։ Ուրեմն առաջի տանը մենք այնտեղ լարվածություն կարող են լինել լուրջ ավերություններ, կարող են կատարվել լուրջ ոտնձգություններ մեր Հայաստանի վրա, քանի որ Ուրանը Մարսը այս բարձրացող հանգույցը դիմացի 3 մոլորակները գտնվում են մեր 7-րդ տանը, իսկ 7-րդ տունը ինչ է, մեր թշնամին է, երբ մենք դիտարկում ենք երկրների քարտեզները։ Այստեղ մեզ համար թշնամիների ագրեսիան կարող է ցուցաբերվի այդ ժամանակաշրջանում և հետո մյուս առյուծ ջրհոս երկրորդ խաչի մյուս մասը լարվածությունների նայեք ինչ է, այստեղ ուրեմն էմոցիոնալ դաշտն է, կրքերն է, ժողովուրդն է, ղեկավարը երկրի և ղեկավարությունը ընդհանրապես, որը որ հակադրվելու է 27-ին հուլիսի Պլուտոնի հետ, իսկ հետո արդեն ջրհոսում Սատուրնի հետ, երբ ստեղծվի այս մեծ խաչը, այսինքն մեծ խաչը երևում է արդեն 26-ից հուլիսի, այնպես որ այս բոլոր 4 կետերը ֆիքսված նշանների մեր երկրի համար շրջադարձային են, քանի որ
ոտնձգություն կարող է լինել այդ ժամանակաշրջանում մեր տարածքների վրա, մեր սահմանների վրա եւ քանի որ 7-րդ տունը ոչ միայն մեր թշնամիներն են, այլև դիվանագիտության տուն է, ապա պետք է շատ լավ յուրօրինակ, ինչպես Ուրանն է, անսպասելի կարողանա գործել մեր դիվանագիտությունը, որը որ կարծես թե ցավոք սրտի չկա եւ չի աշխատում։ Այստեղ մեծ փոփոխություններ շատ շտապ պետք են հարկավոր են, որպեսզի մենք այս լարվածությունները, այս ոտնձգությունները կարողանանք լուծել դիվանագիտական միջոցներով։ Սա կարծես վերադառնում ենք նորից 20 թիվ, 2020 թիվ կռվի տարին, երբ ամբողջ նոյեմբեր ամսին ես անդադ ասում էի դիվանագիտություն, իսկ մեր դիվանագետները թույլ տվեցին ստորագրել այդ անիմաստ։ Մի խոսքով չխոսենք, չվերադառնանք ընդհանրապես քաղաքականության, չեմ սիրում զբաղվել, բայց ստիպված եմ, քանի որ այս ամբողջ ժամանակաշրջանը վերջի 2 տարին հենց քաղաքականության մեջ է, որ ժողովուրդն էլ բոլորն էլ ներքաշված են այդ process-ների մեջ, քանի որ կառավարությունը, ղեկավարությունը ոչինչ չի անում, բացի վնաս տալուց մեր երկրին։ Այս տարին մեզ համար շատ կարևոր է, որովհետև մեզանից, մեր լիդերներից, մեր ղեկավարությունից, մեր դիվանագիտությունից է կախված եւ ժողովրդից իհարկե առաջի հերթին, իսկապես եմ ասում, ժողովրդի ակտիվությունից, համախմբվելուց կախված է, թե մենք կործանվում ենք վերջնական, թե վերածնվում ենք։ Ես կարծում եմ մենք վերածնվելու շանսեր ունենք, ժողովուրդ, խնդրում եմ, հավաքվեք, հասկացեք, փորձեք համախմբվել, լավատես լինել եւ մենք մեր միահամուռ ուժերով փորձենք մեր հայրենիքը փրկել։ Հետագայում իսկապես, եթե մենք այս տարին կարողանանք ճիշտ օգտագործել, հետագայում իսկապես վերածնունդ կլինի մեր Հայաստանի եւ ոչ միայն այն բոլոր տարածքները, որ կորցրել ենք, մենք կարող ենք վերադարձնել եւ շատ ավելին մեր իսկական տարածքները կարող ենք նույնիսկ վերադարձնել, այդ թվում Արցախը եւ Արևմտյան Հայաստանը։ Այսպես եմ կարծում։ Ինչքան փորձում եմ դիտել, հասկանալ, զննել այս քարտեզները, բայց հասկանում եմ այդ, որ հիմա այս ամբողջ շրջանը միջև խորը աշուն, միջև դեկտեմբերի վերջ, արտակարգ կարևոր ժամանակաշրջանը մեր երկրի համար, մեզ համար, ժողովրդի, երկրի, տարածքների, սահմանների, մի խոսքով, սա մեր վերջին շանսերն են, որ պետք է օգտագործենք։ Նո այսպես, ես անդադ երևի միտինգ եմ անում, բայց սա հիմա շատ անհրաժեշտ է, որպեսզի մեկ անգամ չէ, 10 անգամ կրկնենք, հասկանանք, սկսենք գործել։ Նու առայժմ այսքանը, հետագայում մենք ավելի կմանրամասենք, բայց հիշեք, լարվածությունը չափազանց շատ է։ Մեր պահվածքից կախված է շատ բաներ, մեր երկրում հատկապես։ Այսքանը այսօր, ցտեսություն։